Օլեգ Բուլգարյան իրավապաշտպան, ես կգրեմ Տիկին Նազելի Վարդանյանն էլ մոտենա, հետևյալն է տեղի ունեցել, օրինակ ես սկզբից մինչև վերջ փորձել եմ այնպես դրսևորվել, որպեսզի համայնքի բնակիչները խոսեն, չենք միջամտել, չենք խանգարել, այն մարդիկ, ովքեր որ դեմ էին արտահայտվում, անմիջապես տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից սաստվում էին։ Կարծես թե տեղական իշխանությունները ստանձնել են պաշտպանության դեր, որպեսզի պաշտպանեն տվյալ նախագիծը։ Այն դեպքում, երբ որ նրանք պետք է մաքսիմալ չեզոքություն պաշտպանեն, մաքսիմալ չեզոքություն, դա չեղավ։ Դահլիճի գրեթե 70%-ը, 60-70%-ը քաղաքացիներ էին, ովքեր որ դեմ էին նախագծին, բայց իրենց խոսալու հնարավորությունը ընդհատվեց, թույլ չտրվեց, անօրինական ձևով կասեցվեց հանրային լսումը, որը կամայականություն է։ Եթե չկա հաստատված ռեգլամենտ, այսինքն բանախոսներ, ժամ նշված չի, ապա պետք է ամբողջ հարցերի շարանը ինքը ավարտվի, նոր լսումները ավարտվեն։ Այն ինչ տեսան նախաձեռնողները, որ դեմ կարծիքները կամ բացասական կարծիքները կամ այն կասկածները նախագծի խորքային ուսումնասիրության վերաբերյալ բացակայում են, անմիջապես դադարեցրին լսումները, որպեսզի բացասական կարծիքներ հնարավորինս քիչ արտահայտվեն, որպեսզի հետագայում որոշում կայացնելուց կաշկանդված չլինեն եւ հաջորդ ամենամտահոգիչ հարցը անցյալ տարի արդեն տրվել է բացասական եզրակացություն, անցյալ տարի լսումները եղել են էլի շատ խնդրահարույց եւ նախարարությունը տվել է իր բացասական եզրակացություն եւ ինչ է տեղ ունենում, այսինքն ամեն տարի պետք է նույն հարցով գանես գյուղ, այստեղ մենք օրենքի անկատարություն ունենք եւ այս լսումները լիազոր մարմինները պետք է չհամարեն լեգիտիմ վավեր, դրան պետք է, այդ լսումները պետք է ճանաչվեն անվավեր, կամայականություն է, մեկ ամիս առաջ Քարաբերդումն է եղել այնպես, հիմա էլ այստեղ, այն էլ գյուղի բնակիչներն են բոլորը հավաքված եւ խոսում, կամայական դադարեցում, օրենքի խախտում, կոնկրետ դա ինչ որ մի շահերին կողմերին ծառայեցվող մեխանիզմ է, շնորհակալություն։ Ես էլ մի բան խոսամ, ուղղակի շատ վիրավորական էր, մնում են ինձ ասում էին գնաց ձեր Դանիան, Ես 10 տարի առաջ եկել եմ ներդրում եմ անում, մարդկանց համոզել եմ, որ կան գյուղատնտեսության զարգացման ներդնեն, իմ ընկերներին, իմ ծանոթներին, այս մարդիկ ասում են գնա քո Դանիան, չգիտեմ որտեղ է, հիմա չեմ հասկանում ինչ եմ անում, հենց այս րոպեին քանի մարդ դադարեցրել է եւ որոշում է որ գա ներդրում ապա ցանկացած ենք։ Հետո ամենավերջին այդտեղ կողմի հարցը չէ, մենք կյանք ենք դրել, մենք հոգև դե 10 ով մշակում այսինքն դա կոչվում է համայնքի մասին է խոսքը։ Հետո ստում են, մեծից փոքր ստում են։ Այսօր այնքան հեշտ է։ YouTube-ով, բանով, գրեք ժամանակակից ցեմենտի գործարան Չինաստանում։ Ձեզ այնքան նմուշներ կգա այդ ցեմենտի գործարաններ, որը մարդ չի աշխատում։ Այնտեղ աշխատում են լաբորատորիայում մի քանի հոգի եւ մի քանի հատ էլ այդ մեքենաները բերում են։ Ու բոլոր այդ գործարանների հանքերը պայթեցումներով են աշխատում, որը այդտեղ չասվեց։ Խափում են ասում են պայթեցում չի լինելու։ Եթե դատարկությունները Եթերով սկսում են որևէ հարցի, որևէ մարդկան մարմին, որևէ պատասխան չի տվել։ Վեդու համայնքապետարանը կնքել է ինչ որ հուշագիր, որի պատճառով նաև ունի շահագրգռվածություն, դրա հետ կապված որևէ հարցի պատասխան չի տվել։ Քաղաքացիներին փորձել են լրացնել, սա հանրային լսում որևէ կերպ համարվել չէր կարող, սա ապօրինի գործողություն էր, սա հանրային լսումների իմիտացիայի տակիպ թե հասարակական կարծիք էին մարդկանցից հարցնում, այդպես էլ որևէ քաղաքացու հարցի հստակ պատասխան չտրվեց։ Չգիտեմ, այսօր ինչն էին քննարկում։ Հանքը չեն քննարկում, որովհետև նախագիծը պատրաստ չի։ Արտանետումների մասին չգիտեք, ներդրումների մասին չգիտեք, գործարանի մասին չգիտեք, ինչի ենք հավաքվել, ում ենք ինչ ցույց տալիս։
Նախորդ վերջինը աշխարհի Հարգելի հայրենակիցներ, ուրեմն մենք երկրորդ անգամ ենք անցյալ տարի հուլիսի 10-ին նույն իրավիճակներ ամբողջ մարզի ոստիկանությունը կանգնած է։ Այն դեպքում, որ Օրխուսի կոնվենցիայով եւ մեր օրենքներով ասում է, որ լսումները ազատ մասնակցության հիման վրա անցկացվող միջոցառում է, որտեղ պետք է յուրաքանչյուրը իր կարծիքը, իր հարցը տա, իր կարծիքը արտահայտի։ Հարցերը տվեցինք, պատասխան չստացանք, խոսք տվին, որ ելույթներ կլինի, ոչ մի ելույթ չի եղել ընդհանրապես ու դրանով սահմանափակեցին։ Այսպիսի լսում չի կարող համարվի, որ սա օրինական է եւ մենք արել ենք լսում։ Տեղական ինքնակառավարման մարմինները կողմնակալ վերաբերմունք ունեին այս ամեն ինչի նկատմամբ։ Հարցերին իրանք էին պատասխանում, մարդկանց իրանք էին վիրավորում, բոլորի բերանը իրանք էին փակում, իհարկե ոստիկանական խումբ էին բերել մարդկանց վրա։ Այն ինչ որ բոլոր դեմոկրատական օրենքների, բոլոր բնապահպանական նորմերի օրենքների խախտում ենք այսօր ակնհայտ տեսանք։ Բոլորը մեկ-մեկ, ովքեր յուրաքանչյուր գյուղացու, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները ոտնահարել են այսօր, պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Ես այսօր հայտարարություն եմ անում հանցագործության մասին, որ հանցագործությունը տեղի ունեցել մեր դեմոկրատիայի, մեր մարդու իրավունքների նկատմամբ, մեր բնության նկատմամբ եւ թող մեր դատախազությունը եւ քննչական մարմինը քննություն անի, առաջինը նայի թե ինչ ներդրումներ արվել հենց այս համայնքներում եւ ոնց է ծախսվել դրանք, այդ մեկ, երկրորդը թե այս կազմակերպությունը երկրորդ անգամ անուն փոխելով նույն մարկանցով գալու մի գրուպ բառ ավելացնելով, ինչու է եկել նստել ու նորից մանիպուլյացիա անում, ինչ ոչ մի հարցի չի պատասխանում, այն դեպքում, որ պետական մարմինը բացասական եզրակացություն է տվել, ու այսօր հայտարարում են, որ պետական մարմինը մեզ հետ Թախտաջանի ինստիտուտի մի մասնագետի, որը բոլոր հանքերի համար եզրակացություն է տալի, չգիտեմ ինչ հիմքով, եւ տալիս է, որ Հայաստանի Հանրապետությունում կարմիր գրքային տեսակներ ընդհանրապես չկա։ Ու մենք այսպես գնում ենք դեպի COP17, որ կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի հանդիպումը մյուս տարի պատրաստում ենք այստեղ անցկացնել։ Սա ամոթալի է մեր երկրի, մեր համայնքների, մեր ժողովրդի ու ամեն ինչի համար։ Այս ձևի իրավիճակ չի կարելի։ Մեր օրենսդրությունն էլ այնպես պետք է փոխել, որ վաղը մյուս օրը ամեն անգամ նոր անունով, նոր մարդկանցով, նոր ձևի չմտնեն ու այս համայնքները չբաժանեն, չթշնամացնեն, ընտանիքներ չկիսվեն։ Համայնքներ կա, որ մենակ 10-12 ընտանիքա բաժանվեց հանքերի պատճառով։ Դուք դա պատկերացնում եք դա։ Ու այսօր ոչ ասում են ջուրը որտեղից է, որ ջրի կորուստ եք ունենալու, ջուր չէ։ Ոչ ասում են այս օդը ոնց է շնչելու, որ այս փոշին վերնալու։ Ասում են գործարան անելու գործարանի ծրագիր չկա, ու եթե այդ հանքաքարը այսօր հանում ես, ուր ես տանում, այդ հանքաքարը եթե գետնի տակից հանեցիր, միտեղ պետքա գնա, թե չէ դա փոշու բուն է, դա ծանր մետաղների պարունակություն է, դա առողջության վնաս է։ Դու եթե այսօր չգիտես ուր ես տանում այդ հանքաքարը, ինչ թույլտվություն ես դու ուզում։ Ինչի մասին է խոսքը։ Դա ակումուլատիվ ազդեցության գնահատում պետք է արվի, եթե գործարան է նախատեսում, գործարան ու հանքը միասին, որ տեսնենք թե գումարային ինչ ազդեցություն է ունենալու եւ ինչ են առաջարկում։ Ամեն ինչը հարցականի տակ է, ու ի դեպ ասեմ, սա միակ բանն է, որ իրանք թույլտվություն վերցեցին, մի լսում է լինելու է փորձաքննության ընթացքում, ու վերջ, դուք հետագայում ոչ մի հնարավորություն չունեք ձեր խոսքը ասելու, ձեր խոսքը ստեղ պետք է լսեին ու ձեր չլսեին։ Մնացածը պետական մարմինների ֆունկցիան է։ Ու իրանք խաբելով, տարբեր մանիպուլյացիաներով, տարբեր, չգիտեմ, հարցերին խուսափելով, ուզում են այսօր թույլտվություն ստանալ։ Խաբելով ոչ մի բանի չեք հասնելու, բոլորը պատասխան եք տալու։